Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երբեք թույլ չի տա, որպեսզի Իրանը միջուկային զենք ունենա։ Նա ընդգծել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կարող է ոչնչացնել Մերձավոր Արևելքը եւ նույնիսկ ամբողջ աշխարհը։ Թրամփի խոսքով Միացյալ Նահանգները նավթի խոշորագույն արտադրողն է աշխարհում եւ կարող է տնտեսական շահ ստանալ նավթի գների բարձրացումից, սակայն իր համար առաջնային Իրանի միջուկային ծրագրի կանխատեսումն է։ Միևնույն ժամանակ Մերձավոր Արևելքում ռազմական լարվածությունը շարունակվում է։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի Շիրազ քաղաքի ավիաբազային, նաև Լիբանանի հարավում գտնվող հրթիռային կայանքներին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը ոչնչացրել է Իրանի նախկին առաջնորդին, իսկ նոր առաջնորդը Մոջթաբա Խամենեին իր խոսքով չի կարող հայտնվել հանրության առջև։ Նա ընդգծել է, որ պատերազմի նպատակն է մահացու հարված հասցնել Իրանի միջուկային եւ հրթիռային ծրագրերին, նաև ստեղծել պայմաններ, որպեսզի իրանցի ժողովուրդը կարողանա տապալի գործող իշխանությանը։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին էլ իր հերթին խոստացել է վրեժլուծել Միացյալ Նահանգներից եւ Իսրայելից հարվածների հետևանքով զոհվածների համար։ Նա նաև պահանջել է փոխհատուցում հասցված վնասների համար եւ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կմնա փակ, որպես ճնշման լծակ հակամարտության ընթացքում։ Մոջթաբա Խամենեին հայտարարել է նաև, որ Իրանը հավատարիմ է հարևանների հետ բարեկամությանը, թիրախավորում է միայն ամերիկյան բազաներն ու կշարունակի նույն կերպ։ Երկրի արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ պատերազմն Իրանի դեմ կարող է դառնալ ՄԱԿ-ի համաշխարհային հարթակում ունեցած դերակատարության վերջի սկիզբը, քանի որ այդ կազմակերպությունը չի կարողացել ճիշտ դիրքորոշում զբաղեցնել Իրանի դեմ ուղղված ագրեսիայի կապակցությամբ։ Իրանի զինված ուժերը նույն կերպ սպառնացել են կոշտ պատասխանով, հայտարարելով, որ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում կհանգեցնի տարածաշրջանում ամերիկյան եւ արևմտյան շահերի հետ կապված նավթագազային օբյեկտների ոչնչացման։ Ավելին, Իրանի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Իրաքի Էրբիլ քաղաքում գտնվող ռազմական բազայի վրա, որի հետևանքով վիրավորվել է առնվազն 6 ֆրանսիացի զինվոր։ Միևնույն ժամանակ Պենտագոնը հայտարարել է, որ Իրաքի երկնքում էպիկական կատաղություն գործողության ընթացքում կործանվել է ամերիկյան լիցքավորող ինքնաթիռ։ Իրանն էլ հայտարարել է, որ ինքն է խոցել այն հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով, ինչի հետևանքով անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։ Մինչև ռազմական գործողությունները շարունակվում են, Ռուսաստանը կոչ է արել Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին դադարեցնել պատերազմը Իրանի դեմ եւ վերադառնալ բանակցությունների սեղան։ Թուրքիան եւս հայտարարել է, որ Անկարան թույլ չի տա Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրել։ Նշվում է, որ Թուրքիան դեմ է Իրանի ներսում անջատողական սցենարների իրականացմանը եւ աջակցում է տարածաշրջանում պատերազմի անհապաղ դադարեցմանը։ Այս ֆոնին Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերը պետք է համակարգեն իրենց գործողություններն Իրանի նավատորմի հետ։ Թեհրանը նաև շեշտել է, որ նեղուցը կարող է օգտագործվել որպես կարևոր ռազմավարական լծակ հակամարտության ընթացքում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։